Նախընտրական քարոզարշավում վարչական ռեսուրսի կիրառման մասին խոսակցությունները որքան էլ հերքում է իշխանությունը, նորթափ ստացան Նիկոլ Փաշինյանի հրապարակած հարցումից հետո։ Խաղադրույքը բարձր է, առանց կրկնակի քննության վարորդական իրավունքի վերականգնում, պարզապես սահմանված վճարը մուծելու դիմաց, բայց հանրային համակրանքը կարող է արդյոք փոխարինել օրենքով սահմանված պատասխանատվությանը։ Քննություն տալը դա պարտադիր է։ Ոնց որ մարդիկ ասեն, մենք չենք կարողանում զենքի կանոնների վերաբերյալ քննություն տալ, բայց մենք զենք ենք ուզում։ Առաջարկը ներկայացվեց ոչ թե մասնագիտական կամ իրավական քննարկման ձևաչափով, այլ հանրային քվեարկության միջոցով։ Եվ հենց այստեղ էլ առաջանում է հիմնական հարցը. կարելի է արդյոք իրավական պատասխանատվության մեխանիզմները վերանայել սոցիալական ցանցերում ձևավորված տրամադրությունների հիման վրա։ Որևէ մեկը իրավունք չունի այլոց իրավունքների հաշվին, կյանքի իրավունքի հաշվին, առողջության իրավունքի հաշվին, այլ անձանց իրավունքներ տալ։ Եթե այդ անձին խնդիր չունեն, կարող են գնալ քննությունները հանձնել ստանալ։ Եթե Նիկոլ Փաշինյանը ուզում այդ անձանց արտոնություններ տա, կարող է այդ մարդկանց արտոնություն տալ, այսինքն սահմանել, որ պետական տուրքը, չգիտեմ, չնայած ես դրա հետ էլ մեծ հաշվով համաձայն չեմ, բայց պետական տուրք չի գանձվում։ Թեման չի վրիպել նաև դիտորդական կազմակերպությունների ուշադրությունից։ Ականատես դիտորդական առաքելությունը իր օրագիր համար 16-ում արձանագրել է նախաձեռնության իրավաչափության կամ արդյունավետության վերաբերյալ որևէ մասնագիտական հիմնավորում չի ներկայացվել։ Ավելին, դիտորդները նկատում են, նախընտրական փուլում նման խոստումը կարող է ընկալվել որպես վարչական ռեսուրսի կիրառմամբ քաղաքական աջակցություն ստանալու փորձ։ Ականատես դիտորդական առաքելության գնահատմամբ վարորդական իրավունքը 1 տարի անց, թեկուզ որոշակի պայմաններով, առանց քննության վերականգնելու առաջարկի ներկայացումը եւ դրա հնարավոր իրագործումը նախընտրական քարոզչության ժամանակահատվածում խիստ խնդրահարույց է վարչական ռեսուրսների չեզոք եւ ոչ խտրական օգտագործման սկզբունքի ապահովման տեսանկյունից։ Սա նաև կարող է ազդել քաղաքական մրցակցության հավասար պայմանների ընկալման վրա, առավել ևս, որ նշյալ նախաձեռնությունը նախապես նախատեսված չի եղել Հայաստանի կառավարության կողմից եւ դրա համար չի ներկայացվել որևէ իրավաչափ եւ մասնագիտական հիմնավորում։ Առավել ուշագրավ է, որ ընդամենը 1 ամիս առաջ Փաշինյանը նույն թեմայով բոլորովին այլ դիրքորոշում ուներ։ Ամենայն հարգանքով, բայց զրկելու այս քաղաքականությունը զոհերի թիվը նվազեցրել է։ Այդ հայտարարության ժամանակ Փաշինյանը ոչ միայն կասկածի տակ էր դնում համաներման իրավական հիմքերը, այլ նաև շեշտում էր, որ վարորդական իրավունքից զրկման մեխանիզմը նպաստում է ճանապարհային անվտանգության բարձրացմանը։ Իսկ ինչ փոխվեց 1 ամսվա ընթացքում։ Ստացվում է, որ մարդը կարող է նորմալ վարել ավտոմեքենան, խմած չնստել ղեկին, չզրկվել, ընդհանրենք կոպիտ խախտումների առիթ չհանդիսանալ, բայց մյուսը, որ այդ ամեն ինչը իրեն թույլ է տալիս, որոշ ժամանակ անց կարող է ներվել, որովհետև երկրում ընտրություններ են։ Մասնագետների խոսքով սա ոչ միայն վտանգավոր նախադեպ է, այլ նաև հակաիրավական մոտեցում, որովհետև խոսքը վերաբերում է այն քաղաքացիներին, որոնք զրկվել են իրավունքից արագությունը գերազանցելու, ոչ թափ վիճակում վարելու կամ այլ կոպիտ խախտումների համար։ Այս դեպքում առանց քննության իրավունքի վերականգնումը կարող է ընկալվել որպես պատասխանատվության արժեզրկում։ Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի գնահատմամբ սա ուղղակի ընտրություններից առաջ ձայներ շահելու փորձ է։ Առաջին հերթին սա պետք է դիտարկել նախընտրական զարգացումների համատեքստում, սա քայլ է, որ այդ մարդկանց ձայները ստանալու քայլ է։ Երբ պետությունը հետևողականորեն ընտրում է նախախտիր հետո կներենք տրամաբանությունը, վտանգվում է օրենքի հիմնական գործառույթը՝ կանխարգելումը։ Եթե նույնիսկ հասարակության 75%-ը կողմ է որոշմանը, դա դեռ չի նշանակում, որ այն իրավական եւ անվտանգային տեսանկյունից արդարացված է։ Ոչ միայն խախտում է այլոց իրավունքները, այլև մեծ ռիսկ է ներկայացնում այլոց համար, որովհետեւ եթե անձինք չեն կարողանում քննությունը տեսնել, այդտեղ տարբեր պատճառներ կարան լինեն։ Կանոնները չգիտեմ, կարող են նաև, IQ-ի որոշակի մակարդակ չեն կարողանում հաղթահարել եւ այլն։ Իշխանությունն ըստ էության առաջարկում է մեղմացնել օրինախախտ վարորդների նկատմամբ կիրառվող պատասխանատվության համակարգը այն պայմաններում, երբ ճանապարհային պատահարների վիճակագրությունը շարունակում է մտահոգիչ մնալ։ Միայն 2025 թվականին վարորդական իրավունքից զրկվել է 5450 մարդ, իսկ իրավունքից զրկված անձանց կողմից արձանագրվել է մեքենա վարելու 9466 դեպք։
Ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվել է 283 մարդ, ավելի քան 7000-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։ Այս ֆոնին հարցը մնում է բաց։ Նման որոշումը կնպաստի անվտանգության բարձրացմանը, թե հակառակը կխորացնի խնդիրները։ Անահիտ Սարգսյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։